Ողջույն սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր թեմայից ենք խոսելու Հայաստանի Հանրապետության տարածքից նոր հողեր, նոր հողակտորներ, ստրատեգիական ճանապարհների վերահսկողություն Ադրբեջանին անցնելու թեմայից ենք հիմա խոսելու։ Թեման շատ բարդ է, ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ ձեզ շատ ուշադիր լսեք, որովհետև տվյալներ եմ բերելու այս տեսանյութի մեջ եւ նաեւ որոշակի տեղեկատվություն ենք փոխանակելու եւ խնդրում եմ նաեւ ձեր կարծիքները գրեք։ Ես ոչ միայն խնդիրներն եմ ներկայացնում, ես նաև ներկայացնելու եմ դրա լուծումը։ Ահա օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ինչ որ հարցազրույց էր տվել, որի մեջ արդեն նրանք մեզ իրազեկեցին, որ անկլավների հարցը սեղանի վրա է, իրենց ուշադրության կենտրոնում է։ Երեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Արցվաշենը դելիմիտացիայի շրջանակներում ետ է բերելու, այսինքն Արցվաշենը ետ բերելու օրակարգ է Հայաստանում ձևավորվել, որ ասենք այս 30 տարի է այդ ձևի օրակարգ չկա, եւ շատ լավ, ես ուզում եմ ձեզ բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում։ Մենք խոսել ենք իրար հետ, որ եթե այս իշխանությունը վերընտրվի Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ են լինելու Ադրբեջանի համար եւ դրանք կազմաքանդող եւ չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ ֆունդամենտալ խնդիրներ են հարուցելու Հայաստանի Հանրապետության համար։ Ուրեմն Արցվաշենի հետ բերելու օրակարգը արդեն տարբեր քաղաքական գործիչներ արձագանքել են, այդ օրակարգը Հայաստանի տարածքից նոր տարածքներ տալու օրակարգ է, ինչու, որովհետեւ Արցվաշենը բոլոր իրավական հիմքերով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իրավական հիմքերը կան, բայց որ Հայաստանի տարածքում անկլավներ կան, դրանց իրավական հիմքերը չկան։ Եվ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ոչ մի պատասխան եւ վարչապետը ոչ մի պատասխան չտվեցին, որ Ադրբեջանը իրավական ոչ մի հիմք չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, առայն որ Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավներ կան։ Դուք գիտեք, ամենախնդրահարույցը Տիգրանաշենն է, բայց բացի Տիգրանաշենը մյուսներն են խնդրահարույց, որոնք որ Ադրբեջանը բնականաբար պահանջելու է եւ ուզում է հետ ստանալ այն կոնտեքստում, որ իբր Իրանն է հետ ստանա, բայց ոչ մի իրավական հիմք չկա։ Անգամ խոսում են օկուպացիայի, Տիգրանաշենի օկուպացիայի մասին։ Մենք ոնց կարանք մեր տարածքում որևէ բան օկուպացնել, եթե մեր տարածքի մեջ է։ Այսինքն ոնց կարանք որևէ Հայաստանի Հանրապետության տարածք մենք մեր երկրի ներսում օկուպացնենք։ Բայց էլի որևէ արձագանք Հայաստանից չի եղել, այս օկուպացիայի վերաբերյալ դատաքննության ժամանակ է Բաքվում, այս քննարկումը եղել։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն երկար ժամանակ 20 թվականից արդեն նոյեմբերի 9-ից հետո քննարկումներ են գնում, թե ինչպես պետք է դեմարկացիան եւ դելիմիտացիան արվել։ Եվ ես բավականին ուսումնասիրություն եմ կատարել, հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, թե թեման ոնց է զարգացել, տեսեք։ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժն է, որտեղ ասում է ինչ է հայտնի 1975 թվականի քարտեզների վերաբերյալ։ Լսում ենք միասին։ Որ ժամանակաշրջանի քարտեզները պիտի կողմերը հիմք ընդունեն 20-ականներին թե 70-ականներին։ Նրանք, որոնք իրավական հիմք ունեն, հայտարարեց Փաշինյանը։ Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի այո խորհրդային միության քարտեզը, որը որ թվականին է։ Մենք ասել ենք այն քարտեզը, որը իրավական հիմք ունի, մենք պետք է խորանանք իրավական հիմքերի մեջ։ Փաշինյանից մի քանի օր։ Շատ լավ։ Միանշանակ ճիշտ է, որ պետք է խորհրդային միության քարտեզ կիրառվի, բայց որ քարտեզ է, խորհրդային միության 70 տարիներ կան, չէ՞։ Հիմա ուշադիր հետևեք, թե ինչա տեղի ունենում, նայեք։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ միակ իրավական հիմք ունեցող քարտեզը 20-ականների քարտեզն է։ Առաջին խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, 26-27-ին, որ ավարտվել է 29-ին, եւ դրանից հետո քարտեզները հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Ու չնայած 20-ականների քարտեզների մասին այս հայտարարությունը Այստեղ էլ մի րոպե սերիանեք։ Այստեղ այսինքն ախը քարտուղարը վարչապետի հետեցությունից հետ ասում է 20 թվականի քարտեզներ են եւ 20 թվականի քարտեզներ ասելով Արմեն Գրիգորյանը նաեւ մանրամասնում է։ Ես ձեզ ցույց եմ տալու 26 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը 31000 քառակուսի կիլոմետր է։ Հիմա գնացինք էլի առաջ, ինչա տեղի ունենում։ Ինչա շարունակում հիմա Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո ինչ են ասում։ Հիմա դիտենք այս մասը։ Ներին արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում, երբ հարց դրվեց, թե որ սահմաններով է Հայաստանը պատրաստ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1975 թվականի քարտեզների, որոնք ներառում են Արցախն ու անկլավները։ Մենք ասում ենք ամբողջ սահմանագիծը մենք պատրաստ ենք ընդունել։ Ոչ թվականի քարտեզները 1975 թվականի քարտեզներով։ Իսկ ինչ է հայտնի խորհրդային ժամանակների քարտեզը։ Սիրելի հայրենակիցներ, ոնց է լինում։ Ես ախր ուղակի ապշում եմ, էլի։ Հիմա ես էլ հետահայաց եմ նայում, առանց հետահայաց եմ նայում, sense ոնց է լինում, որ 20-ից 30 քանի թվականների քարտեզ, մինչև 32, 33, 34 թվականներ
ամենալեգիտիմ քարտեզներն են, եւ Հայաստանի 31000 քառակուսի կիլոմետր է, ոչ մի անկլավ չկա Հայաստանի մեջ, մեկ էլ վարչապետն ասում է 75 թվականի քարտեզ։ Հետո սկսում է այս հարցը քննարկվել, ասենք պարոն վարչապետ 75 թվականի քարտեզ, ոնց ինչի 75 թվականի, ինքը ասում է որ խորհրդային միության հանրագիտարան կա, որտեղ կա հանրագիտարանում Հայաստանի տարածքը եւ Ադրբեջանի տարածքը եւ դրա հիման վրա հայտարարում է Ադրբեջանը քանի քառակուսի կիլոմետր է ու ասում է ես ճանաչում եմ այդ քառակուսի կիլոմետրով։ Ադրբեջանը մինչեւ այսօր Հայաստանը քառակուսի կիլոմետրով չի ճանաչել։ Շարժում ենք առաջ էլի հայրենակիցներ։ Լավ, քննարկում ենք, ասում ենք լավ 75 թվականի քարտեզ։ Դա ասում է միակ ձեռնտու քարտեզը մեզ դա է 75 թիվ, 75 թիվ, բայց էլի հետ մտածում եմ խորանում ասեմ, բայց այն 20 թվականներին չէ որ նրանք էին կարևոր բան, մեր բախտը բերեմ այնտեղ, որ Ադրբեջանը չի համաձայնում 75 թվականի քարտեզներով դեմարկացիա, դելիմիտացիա անել։ Ասում է գոյություն չունի 75 թվականի մի հատ քարտեզ։ Կան բազմաթիվ քարտեզների կտորներ։ Մեր բախտը բերում է, որ Ադրբեջանը չի համաձայնվում պնդում եմ 75 թվականի քարտեզներով դելիմիտացիա դեմարկացիա անել։ Ես դեռ հրաժարական չեմ տվել, դեռ դեսպան եմ։ Ասում եմ, լավ, որ մեր բախտը բերել է այս իմաստով, մի հատ լա ես է գնամ, գնում եմ ազգային գրադարան, պահանջում եմ խորհրդային միության հանրագիտարանները, այս հանրագիտարանները բացում եմ, նայում եմ եւ գտնում եմ հանրագիտարան, որտեղ կա 26 թվականի, հետո կա 30 թվականի քարտեզներ, որտեղ Հայաստանի 31000 քառակուսի կիլոմետր է, սիրելի հայրենակիցներ։ 31000 քառակուսի կիլոմետր։ Նայեք, ես նաիվ միամիտ չեմ որ մտածեմ, որ մենք կգնանք հիմա կպահանջենք, իրանք 31000 կասեն օքեյ ենք։ Բայց դա բանակցային խորք է մեզ տալիս, որ բանակցություններով մենք գոնե կանգնենք 29800-ի վրա, մինուս անկլավներ չտանք։ Հիմա իրանք ասում են 29800-ը, բայց անկլավները տալիս են 29800-ը, սուտ է, սիրելի հայրենակիցներ։ Հետո վարչապետը Շարլ Միշելի հետ, Մակրոնի հետ տարբեր տեղեր հայտարարությունների մեջ մտցնում է 29800, հետո հենց ինքն էլ կանգնում է ասում է 29743, 29743։ Հիմա ես այդ ժամանակ sense շոկի մեջ էի, ասում լավ, որ պետության ղեկավարը մեզ դուրս կընկալի, որ մենք օրական մի թիվ ենք ասում։ Մենք ինքներս մեր վերաբերյալ։ Հետո նաև վարչապետի ելույթը մակում, որ ասում է Ադրբեջան, դու ասա մեզ ինչ քարտեզով ես ճանաչում։ Հասկանում եք, ոնց որ մեկը գա ինձ ասի դու քանի տարեկան ես, ես գիտեմ որ ես 44 տարեկան եմ, ես ասեմ դու ասա ես քանի տարեկան եմ, ուսեմ քննարկել իմ տարիքը։ Առաջինը ես իմ անձնագրով պետք է հանդես գամ, չէ՞ որ ես ծնվել եմ ես ինչ թվին 44 տարեկան եմ, ես ինչ մարդ եմ, իսկ ես պետք է ինչ ճանաչեմ առաջին։ Եթե դու քեզ չես ճանաչում, տշնամուն հարցնում ես, դու ինչքան ես, դու ինչ ձևի ես, ինքը ինչ պետք է ասի։ Ինքը ասում է, «Էսա ես ձեզ կասեմ, արա էսա ես ձեզ կասեմ, դուք ով եք вообще եղած»։ Ու տենց էլ եղել է այսօր է դա տեղի ունենում։ Հիմա այս արհավիրքը կանգնացնելու ման ինչի՞ ասա կարող ես արհավիրքը հնարավոր է կանգնեցնել այնակիցներ։ Հիմա գալիս եմ Տավուշի սահմանազատում։ Այդ ժամանակ արդեն ես հրաժարական տվել գնացել եմ Տավուշի սահմանազատումը, հետո ասկսվում։ Ինչա տեղի ունենում։ Ասում է որ Տավուշի սահմանազատումը իրականացվել է։ Այդ մի հատ 13 կիլոմետր որ պատը սարքել են 76 թվականի ԳՇ քարտեզով, հետո ասում է վերաբերելի քարտեզներ կարող են կիրառվել։ Սահմանադրական դատարանում հարցը քննում է, սահմանադրական դատարանը կառավարությանը չի ասում, հարգելի կառավարություն։ Դու տուր մեզ դատարանին, ինչ քարտեզով ես դուք ու երկիրը ճանաչում։ Մենք դնենք հիմքում, չկա հիմքում։ Ասում վերաբերելի քարտեզները կարող են ապագայում օգտագործել։ Վերաբերելի քարտեզը ո՞րն է։ Լավ ասել եք վերաբերելի քարտեզ, ես պնդում եմ որ այդ քարտեզը, որ ես հիմա ներկայացնելու եմ այս տեսանյութի մեջ, հիմա դիտեք, որ ես գնում եմ ազգային գրադարան, հանում ենք այդ հանրագիտարանը, դե հանրագիտարանով է հանրագիտարանով։ Հանում եք այդ հանրագիտարանը եւ ցույց եմ տալիս, որ ոչ մի անկլավ չկա դրա մեջ։ Խորհրդային միության իրավական հիմքով քարտեզ։ Դիտեք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ես էլ տեսակ, որ այսինքն ոնց է եղել որ վարչապետը գնում է գտնում է այն հանրագիտարանը, որ 7-5 թվի քարտեզ է ասում։ Ոնց, ինչի է ինքը 7-5 թվի քարտեզը հիմք ընդունում։ Սա ուղակի բանը ուղեղից մեջ չի տեղավորվում։ Հետո նաև խոսակցություն է լինում անկլավների վերաբերյալ։ Վարչապետն ասում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավների վերաբերյալ Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չի ներկայացրել։ Չկա հիմք։ Բայց մենք ունենք արծվաշին հիմքերը, որ իրանց մոտ է օկուպացված, շատ լավ։ Ու պետության անունից ես հայտարարություն եմ անում, վարչապետը տալիս է հայտարարություն, բայց իմ անունով է գնում այդ հայտարարությունը, որը ասում է, որ Ադրբեջանը մինչև այսօր մեզ չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք Հայաստանի տարածքում գտնվող անկլավների վերաբերյալ։ Այդ կա, կարող եք նայել Armenpress-ում անգլերեն, ռուսերեն, հայերեն կա։ Բայց Ադրբեջանը դրան չի արձագանքել։ Մինչև այսօր դրանից հետո էլ Ադրբեջանը իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում անկլավ կա։ Բայց մենոնք պատրաստում են հանձնել Հայաստանի տարածքի հողերը Ադրբեջանին, իմացեք դա։
ու ես ու նաև ինչի չի ներկայացել, որովհետև չի կարա ներկայացնել, չկա հիմք, իրանց ասած հիմքը գիտեք, որ ասում են Տիգրանաշենուն, որը քյարքի են կոչում, ասում են դե ապրել են ադրբեջանցիներ 2000 տարի էլ ադրբեջանցիներ ապրել են, ասեմ ադրբեջան 2000 տարի էլ հայեր ապրել են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա կանք ասենք Լեռնային Ղարաբաղը անկլավ է հայկական։ Կարանք ասենք։ Հասկանում եք, այս աբսուրդները ես նաև այստեղ ուզում եմ Այս մի տեսանյութն էլ դնեմ, նայեք։ 20 թվականը ոչ մի անկլավ գոյություն չուներ։ Նրանք ստեղծվեցին 36-ից 39 Ռուբեն Գալչյանի։ Ընդունելի փաստարկ չի համարում այն, թե Տավուշի այդ լքված գյուղերում կամ Տիգրանաշենում նախկինում ադրբեջանցիներ են ապրել։ Ճիշտ է, ապրել 2000 տարի։ Ղարաբաղում 2000 տարի հայեր են ապրել։ Հայաստանի ուրեմն ամբողջ Արցախը հայկական անկլավ պիտի լինի։ Հայ-ադրբեջանական սահմանի գծման գործընթացում, որքան էլ իրավական հիմք ունեն խորհրդային միության քարտեզները, ադրբեջանական կողմը հայկական տարածքներում խորանում է սեփական քարտեզներով։ Քարտեզագետը այդ թղթերն էլ ունի։ Ինքն է գծում քարտեզը, ասում սա իմն է։ Վստահ է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք հատվածներում դեպի հայկական տարածքներ խորացած Ադրբեջանը փորձելու է բանակցության հիմք սարքել իր իսկ պատրաստած բոլորովին թարմ քարտեզները։ Հիմա նայեք, ես եմ մասնագետը, ասում եմ ոչ մի իրավական հիմք չկա ապացուցելու, որ Տիգրանաշենը կամ Տավուշինը, որը որ հիմա հանձնվեց արդեն գնաց Ադրբեջանին անցավ, դրանք կարող են համարվել անկլավներ։ Չկա հիմք ժողովուրդ։ Հիմա իրանք հայտարին գնում ենք դելիմիտացիա անենք, ժողովրդին տանում են դե ցույց տալի 50 հոգի ավակվեք տանենք այդ ճակած պատը ցույց տանք Տավուշում։ Ման չէ, անհիմն ձևի տրվում են մեր հողերը, տրվում են Ադրբեջանին։ Եթե այդտեղ մենք դեռ ճամփա չենք կորցրել, մնացած տեղերում ճանապարհներ ենք կորցնելու ժողովուրդ։ Երկիր այսպես բսկտելու են, կտրտելու են, բան չի մնալու։ Ասենք այդ պատկերացնում եք գալիս են Տիգրանաշեն ադրբեջանցիք նստում են զինված զրահով բանով բան ճանապարհի գլխին ճանապարհի վրա որտեղ ուզեն որեկան հասան թե որտեղ ուզեն են նստելու պատկերացնում երասխում ժողովրդի վիճակը Երևանը էլի հասնում է Երևան ինչքան է հեռու Երևանում մարդիկ ուղակի այդ բանը մի քիչ դմբրած է էլի այդ զգացողությունը էլի տենց ոնց որ չեք ուզում էլի բան թմբիր կա հա այսինքն գնում ես Կապան Գորիս բան մարդիկ ավելի սթափ են ասում են հեն ադրբեջանցին են այստեղ sense բան է այդ զգացողությունը ուրիշ էսա գալու է այդ զգացողությունը այստեղ եթե այս իշխանությունը մնաց որպես այս իշխանություն հիմա գալիս եմ հաջորդ բանն եմ ուզում ձեզ ասել արդեն էլ պատմեցի որ անկլավներ Հայաստանի տարածքում չկան եւ մենք հայտարարել ենք չկան եւ հիմքերը չկան հետեւաբար այս քննարկումը որ մենք պատրաստ ենք քննարկել անկլավները բան sense բաներ էսի սա բան է էլի չեմ պետական դավաճանության պես մի բան է հիմա նայեք ես փաստաթուղթ եմ ներկայացնում վարչապետին դերևս սահմանազատումը չի սկսվել եւ ասում են որ կարմիր գծերը որոնք են եւ ըստ իս է դրանք կարմիր գծեր պետք է լինեն եւ այդ մի կտորը կարդում սա վերաբերում է այս քարտեզներին եւ անկլավներին խորհրդային միության քարտեզներով փոխադարձ ճանաչման վերաբերյալ ասա խորհրդային միության քարտեզներով փոխադարձ ճանաչման համատեքստում հատկանշական է այն հանգամանքը որ ինձ դեռևս անհասկանալի պատճառներով Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է միմյանց փոխադարձ ճանաչել 75 թվականի կամ 70-ականներին կամ դրանից հետո եղած վերջին քարտեզների հիման վրա։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել միմյանց, պետք է առաջարկել միմյանց փոխադարձ ճանաչել 26-ից 30 թվականների քարտեզների հիման վրա։ Ապա Հայաստանի Հանրապետության տարածքն ավելին է, քան 31000 քառակուսի կիլոմետր, եւ որևէ անկլավ Հայաստանի Հանրապետության ռազմավարական ճանապարհների վրա գոյություն չունի։ Նշված քարտեզները հրապարակված են 26 եւ 30 թվականների հրատարակված խորհրդային միության մեծ հանրագիտարաններում, որը ես ցույց տվեցի, որ գնացել եմ հայտնաբերել մեր ազգային գրադարանում, կա այնտեղ դրացա։ Տվյալ պարագայում ես չեմ պնդում, որ Հայաստանը հենց հիմա պետք է ձգտեր 31000 քառակուսի կիլոմետրի ճանաչմանը, սակայն ես պնդում եմ, որ այդ պարագայում մենք սակարկման, այսինքն բանակցությունների տեղ կունենայինք եւ կհասնեինք 29800-ի իրական ճանաչմանը առանց որևէ անհիմն անկլավի հարց քննարկելու։ Այսպեսով, քանի որ Ադրբեջանը չի ընդունում մեր կողմից առաջարկված 75 թվականի կամ 70-ականների քարտեզների սահմանազատման հիմքում դնելու առաջարկը, մենք լեգիտիմ հնարավորություն ենք ստանում վերադառնալ 26 թվականից 30 թվականների քարտեզներով սահմանազատում իրականացնելու հարցը բարձրացնելու։ Սա այսպես դեսպան առաջարկում է վարչապետին։ Ես կարծում եմ իմ նամակից։ Եվ բնականաբար զրո արձագանք ոչ մի բան, այսինքն նրանց ասում են բախի հրաժարական տվիր, բախի sense, բախին Ժորժ ջան, մենք գնում ենք կռիվ տալու, ուզում ենք կռիվ տանք, բանակցային դիվանագիտական կռիվ էլի, որ կարողանանք այս երկրի շահերը պաշտպանենք։ Եթե առանց որևէ բանավեճի մենք պետք է ընդունենք այն հիմքերը, որով ամբողջ Հայաստանի տարածքից մենք հողեր ենք հանձնում, դες բաժանում ենք։ Այդտեղ ինչ կա կռվելու, այդտեղ ինչ կա աշխատել, այդտեղ աշխատելու բանը չկա։ Հիմա այսօրվա մեր դիվանագիտական թիմը, որտեղ որ գլուխ գովա, որ ինքը որևէ բան բանակցել է, որ ինքը որևէ բան աշխատանք հա տարե, որ ինչ որ բան լինի, ամոթանք տվեք։ Ես վկա մարդ եմ, ամոթանք տվեք, որ չկա նման բան։
Իսկ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, չէ՞, ցույց տվեցի, որ մարդն ասում է լեգիտիմ քարտեզները սրանք են։ Ոնց է հետո դառնում 7-5 թիվ։ Ոնց է որոշում, որ 7-5 թիվ։ Հետո լավ, ախր Բախներս Բելադրոջան չի համաձայնել 7-5 թվի քարտեզին։ Բոլորով սկսում ենք ասել 7-5, բոլորս ասում ենք 7-5-ով ճանաչի, 7-5-ով ճանաչ, ասում են, չէ, ոչ, չկա 7-5-ի քարտեզ։ Վերջում հանգում ենք նրան, որ 7-5-ով չեն ուզում ընդունեն, ասում են չկա 7-5 թվականի միասնական մի հատ քարտեզ։ Եվ ինչա տեղի ունենում, ես առաջարկում եմ ասել, որ դե որ դա չեք ընդունում, հիմք ընդունում ենք այս քարտեզները։ Սկսում ենք այս ուղղությամբ գնալ։ Ամերիկացիներին ներգրավեք, ֆրանսիացիներին, ռուսներին ում ուզում եք ներգրավեք։ Այդ բոլոր հնարավորությունները կային ժողովուրդ։ Եվ ուզում եմ ձեզ ասել, ես փորձագետ չեմ, ես քարտեզագետ չեմ, ես փորձագետ չեմ։ Ես քաղաքական գործիչ եմ, դիվանագիտական բանակցային փորձով։ Ես ձեզ ասում եմ հնարավոր է գնալ բանակցել, այս երկիրը պահել։ Ես ձեզ երաշխավորում եմ հնարավոր է գնալ բանակցել, այս երկիրը փրկել։ Ընտրություններով, եթե դուք փոխեք այս իշխանությանը, մենք դա կկարողանանք անել։ Հասկանում եք։ Գնացեք իրանց տեղը ընտրեք մեզ, եւ մենք դա կգանք կանենք ձեր համար։ Առանց ոչ մի վախերի, առանց պատերազմի, առանց չգիտեմ ինչերի։ Այս ամեն ինչը ոնց կա, ասենց տեսեք, ասենց հերթականությամբ, ասենց բանով, հիերարխիայով, դասավորությամբ, թվականներով ես ցույց տվեցի այս տեսանյութի մեջ։ Ինչից ուր ենք հասե, ինչ ասվե, եկե ուր հասե։ Եվ ինչ era հնարավոր անել, սրանք հնարավոր անեց, էլի այնակիցներ։ Հնարավոր է այս ամեն ինչը անել։ Սա լուրջ խոսակցություն է մեր ժողովրդի հետ, մեր ընտրողի հետ։ Այսինքն դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, լինելու այն ինչ որ կա, եւ սա շարունակվելու է։ Հանձնվելու է, ձև չկա չհանձնվի։ Պրոստը ձև չկա չհանձնվի, հանձնվելու է։ Իսկ որ դա հանձնվի, հետևանքները գնացեք մի հատ Տիգրանաշեն այդ ճանապարհի վրա կանգնեք, տեսեք ինչ ալնելու, որ հանձնվեց։ Գնացեք կանգնեք, տեսեք։ Այսինքն այստեղ ադրբեջանցիների վերադարձ, բան այդ ցանկա, մեծ ցանկա, այդ ցանկով ինքը պետք է հերթով անելով գնա։ Ինքը հերթով անելու է։ Ոչ միտեղ չի կարա դիմադրի, որովհետև չի դիմադրել, չի դիմադրում, չի էլ կարալ դիմադրի, վերջ։ Հանձնված վիճակ է։ Լուծումը սա է, ժողովուրդ։ Ես ես դա համար եմ ասում, ես փորձագիտական կարծիք չեմ ձեզ ներկայացնում, ես ներկայացնում եմ որպես կատարող, որ կարանք գնանք, վերցնենք, ես կատարենք։ Տվեք հնարավորությունը, գնանք, վերցնենք, կատարենք։ Եվ մի տվեք իրանց հնարավորություն, որ շարունակեն հանձնել։ Այսքանն է ես ուզում ասեմ, հասկանում եմ, որ թեման բարդ է, հասկանում եմ, որ կարող է խճճված լինի, բայց ես հնարավորինս ժողովրդի լեզվով, չգիտեմ, առանց իրավաբանական, դիվանագիտական, խուճուճ տերմինոլոգիայի հնարավորինս ես ձեզ բացատրեցի, որ դուք սա հասկանաք, տարածեք, բազմապատկեք, մարդիկ նստեն նային, իմանան, ինչ ա եղել, ինչ ա կատարում, ինչ ա լինելու եւ ինչպես կարող ենք դրա դեմն առնել։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։